Սուտ ամբաստանությունը հրեաները իրենց հետ բերած էին Տերտիղիոս անունով ճարտասանմը։ Հետաքրքրական է իմանալ, որ այս մարդը ինչպես կնկարագրե Պողոսը։ Մենք այս մարդը գտանք ապականիչ և խռովարար բոլոր հրեաներուն, որոնք աշխարհի մեջ են, և նազովրեցիներու աղանդին առաջնորդ, որ տաճարն ալ ուզեց պղծել, ուստի բռնեցինք զինք։ Գործք Առաքելոց 24:5-6 Առաջին Տերտիղիոսը սավ, թե Պողոս խռովարար մներ։ Պողոսի գործունեություններուն ճշգրիտ մեկ վերլուծումն էր ասիկա որոշ տեսանկյուններ դիտված։ Պողոս ուներ փոխանցիկ հիվանդությունը, ավետարանը, և զայն կտարածեր, համաճարակի կնմաներ, միայն թե տարածվածը բժշկություն էր և ոչ թե հիվանդություն։ Մեր բոլորին համար Տիրոջ մեծագույն փափագն է ասիկա։ Ան կուզե, որ մենք փոխանցենք ավետարանը այնքան ազդեցիկ ձևով, որքան որ փոխանցիկ հիվանդություն ունեցողը կտարածե իր հիվանդությունը։ Հարցնելու ենք մենք մեզի. ինչու մենք չենք կներ ատիկա։ Ինչու մենք ավելի խանդավառությամբ չենք փոխանցեր Քրիստոսի վրա մեր ունեցած հավատքը։ Որովհետև հաճախ մենք կդիմագրավենք երկու հարցեր։ Մեզ մեջ շատերը հիվանդանոցին մեկուսացման սենյակին մեջ ենք։ Սենյակեն դուրս ելնելով ընկերության մեջ չենք շրջիր Քրիստոսը վկայելով։ Մեզ մեջ շատերը ձայն կհանենք մեր հավատքի նկատմամբ, երբ ուրիշ հավատացյալներու հետ կգտնվենք։ Այն ատեն ազատորեն կվկայենք Փրկչին հանդեպ մեր ունեցած սերը, կերկենք կովաբանական երգեր և Սուրբ Գիրքեն համարներ գոց կարտասանենք։ Սակայն կպապանձինք, երբ կգտնվենք անապաշխարներու շրջանակի մեջ, թեև գիտենք, որ ավետարանը լսելի դարձնելու ենք, որովհետև հավատքը կուգա լսելեն, սակայն չենք խոսիր ավետարանի մասին, երբ անապաշխարներու հետ կհարաբերենք։ Քրիստոսի կյանքը չենք տարածեր ուրիշներու։ Ուրիշ հարց մնե այն, որ շատերը չեն ըմբռնած ճիշտ իրապես պատահածը։ Թերևս անոնք նշանները ունին, բայց իրական փոխադրիչները չեն փոխակերպող պատգամին։ Անոնք գիտեն քանիմը երգ, կրնան գոց արտասանել քանիմը Սուրբ Գրքի համար, կրնան ասել, թե իրենք հաղորդական անդամ եղած են, կրնան ասել, թե իրենք ապաշխարած են, բայց ճշմարտապես վերստին չեն ծնած։ Միլիոնավորներ կան այս խղճալի վիճակին մեջ։ Անոնք կվայելեն ոչ այս աշխարհի հաճույքները, ոչ էլ հավիտենական կյանքի ուրախությունը, որովհետև չեն ըմբռնած իրական ավետարանը, չեն կրնա տարածել զայն։ Մյուս կողմէ Պողոս իրական խռովարար մներ։ Ան խանդավառությամբ ուրիշներուն կտարածեր Քրիստոսով առաջ բերված նոր կյանքը։ Երկրորդ Տերտիղիոսի Պողոսի դեմ բերած երկրորդ ամբաստանությունը այն էր, թե Պողոս ժողովուրդը ըմբոստության գրգռած էր, և այդ սխալ էր։ Պողոսի թշնամիները ըրած էին ատիկա։ Ասիացի հրեաներ տևապես Պողոսը կհետապնդեին և ժողովուրդը Պողոսի դեմ կգրգռեին։ Հարուցյալ Քրիստոսի մասին Պողոսի խոսիլը ոմանց բարկություն կպատճառեր և անոնց բարկությունը առաջ կբերեր հանրային անկարգություն և արյունահեղություն։ Բայց Պողոսի արյունն էր, որ թափվեցավ, և ան էր, որ նախատվեցավ և ծեծվեցավ։ Պողոսն էր, որ տառապեցավ։ Երորդ Տերտիղիոս Պողոսը կոչեց առաջնորդը, խմբավարը։ Այս շիտակ էր. Պողոս որակավոր առաջնորդ մներ։ Սիրելիներ, այս երկրորդ թուղթը հիմա ձեզի կգրեմ, որոնցով ձեր անկեղծ միտքը կարթնցնեմ հիշելու։ Երկրորդ Պետրոս 3:1 Իրարու հոգ տանինք, զիրար խթանենք, սիրո և բարեգործության մղելով։ Եբրայեցիների 10:24
Երկու համարներն ալ ճշգրտորեն կնկարագրեն Պողոսի սպասավորությունը։ Ան կշարժեր և կմղեր մարդկանց ապրելու և ծառայելու Քրիստոսին։ Իր պաշտպանողականին սկիզբը Պողոս սկսավ իրողությունները լույսին բերելով։ Հետո, ըստ իր սովորության, ան ուղղակի անցավ կենտրոնական հարցին։ Այո, շիտակ էր, որ ինքը քրիստոնյա մներ, ճամփուն հետևող մը, ինքը հավատացյալ մներ, մեկը, որ կհավատար ամեն ինչի, որ գրված էր օրենքին և մարգարեներուն մեջ։ Բայց ասիկա կխոստովանիմ քեզի, թե այն ճամփուն համեմատ, որ ասոնք հերձված կսեն, ես այնպես կպաշտեմ իմ հայրենի Աստվածս, հավատալով այն ամեն բաներուն, որոնք օրենքին և մարգարեներուն մեջ գրված են։ Գործք Առաքելոց 24:14։ Այս հայտարարությունը կարևոր է այսօրվան եկեղեցին մեջ գոյություն ունեցող խորունկ անհավատության լույսի տակ։ Առաջինը՝ Աստծոյ խոսքը։ Նոր կտակարանի օրերուն առաքինություն մներ հավատացյալ մը ըլլալ։ Հիմա ավելի ընդունելի է ըլլալ կասկածող մը, անհավատ մը։ Այսօր ճարպիկություն կնկատվի հավատքի մարդին մեջ ընտրություն կատարելը։ Այսօր վարկ կտրվի, այո, ես կհամաձայնիմ Աստվածաշնչին հետ այսինչ կետին վրա, ոչ, ես չեմ համաձայնիր Աստվածաշնչին հետ այսինչ կետին վրա ըսողին։ Ով որ այդպես կվարվի, ինքզինք դատավոր կնշանակե Աստծոյ խոսքին վրա։ Ասիկա հակառակն է Աստվածաշնչին նկատմամբ Պողոսի կեցվածքին։ Հավատքի գլխավոր կետերեն մեկը աշակերտության հիմերեն հավատալն է, ինչ որ Աստվածաշունչը կսե ինքն իր մասին։ Ան Աստծոյ խոսքն է։ Փոխանակ զատելու Աստծոյ խոսքեն այն մասերը, որոնց կհավատամ, և այն մասերը, որոնց չեմ հավատար, ես հավատալու եմ, ինչ որ Հիսուս ըսավ իր հորը. «Սրբե զանոնք քու ճշմարտությունովդ, քու խոսքդ ճշմարտություն է»։ Հովանու 17:17։ Երկրորդը՝ Աստծոյ որդին։ Ոչ միայն այդ, հապա հավատալու ենք նաև Քրիստոսի մասին իր իսկ հայտարարածին. «Ես եմ ճամփան ու ճշմարտությունը և կյանքը. մեկը հորը քով չի գար, եթե ոչ ինձմով»։ Հովանու 14:6։ Հիսուս կենդանի Աստծոյ որդին է, Թագավոր, թագավորած և Տեր տերանց։ Պողոս արտահայտեց ձայն գեղեցկորեն և հստակ կերպով Փիլիպպեցիների 2-րդ գլուխ 10-11 խոսքերին մեջ։ Հավատ կար Քրիստոս և հավատ կար Աստծոյ խոսքը, աշակերտության երկվորյակ հիմքերն են։ Ասկե տարբեր ձևով խորիլը ոչ ճարպիկություն է, ոչ ալ իմաստություն։ Հիսուս ինքը ըսավ, թե անմտություն էր, ով անմիտներ և թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներուն, որոնք մարգարեները խոսեցան։ Ղուկաս 24:25։ Երրորդը՝ հոգևոր դաստիարակություն։ Պողոս ըրավ հաստատումը, որուն կիրարկումին պետք ունենք մեր օրերուն։ Ես այս բանին համար կջանամ, որ ամեն ատեն մաքուր խղճմտանք ունենամ Աստծոյ առջև ու մարդոց առջև։ Գործք Առաքելոց 24:16։ Ջանալ բայը ծանր աշխատանքի գաղափարը կուտա։ Ատենոք ատիկա կնկարագրեր մարզիկին կարևոր դեպքի մը համար մարզվիլը։ Մինչ կքննենք այս օրինակը Պողոսի կյանքին մեջ, նկատի կառնենք հետևյալ հարցումները. Ինչ կրնանք սորվիլ մարզիկեն, աշակերտության մեջ կիրարկելի ինչ բաներ կնե մարզիկը, անոր կյանքին մեջ ինչ կա, որ կրնանք կիրարկել։ Առաջի Կորնթացիների 9-րդ գլուխ 24-27 խոսքերը սուրբ գրային հատված մնեն, որ այդ ուղղությամբ օգտակար է մեր մտածումներուն։ Առաջի՝ շահելու համար մրցիր։
Չեմ մրցիր հոգևոր եղբայրներուս եւ քույրերուս հետ, տեսնելու համար թե կրնամ ավելի լավ հավատացյալ մը ըլլալ եւ ավելի շատ թվով մարդկանց շահել Քրիստոսին, կամ թվով ավելի համարներ գոծսորվիլ քան ուրիշները, կամ անոնցմե ավելի ժամանակ տրամադրել աղոթելու եւ սուրբ գիրք կարդալու։ Ոչ, կմրցիմ ծույլ բնությանս դեմ, որ դեմս գելն է ամեն անկյունադարձին։ Հոս պետք է հաղթանակ տանիմ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բայց գոհություն Աստծոյ, որ մեզի հաղթություն կուտա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Առաջի Կորինթացիների 15:57։ Երկրորդ, զգաստ եղիր ամեն բանի մեջ։ Հոս կա խիստ ժուժկալության գաղափարը։ Մարզիկները կուտեն կենսունակություն եւ զորավոր մկաններ շինող եւ ոչ գիրցնող յուղ կապող կերակուրներ։ Աշակերտը սորվելու է սնանիլ Աստծոյ խոսքին վրա։ Պողոս գրեց մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերու մասին։ Առաջի Տիմոթեոս 6:3։ Աստծոյ խոսքը աշակերտին սնունդին հիմնական մասը ըլլալու է։ Պիտի սնանիս հավատքին խոսքերովը եւ բարի վարդապետությունովը։ Առաջի Տիմոթեոս 4:6։ Աշակերտին քաջառողջ աճումին կսատարեն կանոնավոր սուրբ գրքի սերտողություն, աղոթք, պաշտամունք, քրիստոնեական հաղորդակցություն եւ վկայություն։ Ասոնք կհայթայթեն այն սնունդը, որ կհասցնե հաղթանակի։ Երորդ, կարգապահ եղիր։ Մարզիկը որևէ մրցումի չի մասնակցիր առանց նախապես ենթարկվելու խիստ կարգապահության, որու մեջ թերացումը պարտության կտանի։ Կարգապահությունը աշակերտության նշաններեն մեկն է։ Հարկ է սորվիլ ինքզինք աստվածպաշտության վարժեցնել։ Առաջի Տիմոթեոս 4:7։ Կարգապահության ենթարկվելու ամենեն պարզ ճամփան է լրջորեն խորիլ, թե ինչպես Աստված կուզե, որ կյանքդ գործածես։ Ետքը կուգա բուն նպատակիդ հասնելու համար կարգ կետ նպատակներ դնելու գործը։ Հետո կարճ ժամանակի մեջ իրագործելի նպատակներդ բաժնե առօրյա գործադրելի մասերի եւ գործի սկսիր։ Պողոսի նման պիտի գտնես, որ հարկ է մարմինը նվաճել եւ ճնշել, որ քեզի ծառայի։ Կարգապահությունը միշտ հաճելի չէ, շատերը կատեն զայն։ Ավելի դյուրին է ըլլալ անկարգապահ մեկը, բայց Հիսուսի աշակերտ ըլլալը հանգստավետության եւ անձնական գոհացումի խնդիր չէ։ Հետևյալ հատվածն ալ կլուսաբանե ջանալու այն տեսակը, որուն մասին Պողոս կխոսի Գործք առաքելոց 24:15-ին մեջ եւ կուտա մեզի կարգապահ քրիստոնեական կյանքի ուրիշ 3 էականները։ Ուստի մենք ալ, որ այսչափ վկաներու բազմությունը մեր բոլորտիքը պատած ունինք, ամեն ծանրություն մեր վրայեն մեկդի ձգենք եւ մեզ դյուրավ պաշարող մեղքը եւ համբերությունով վազենք մեր առջև դրված ասպարեզի ընթացքը։ Եբրայեցիների 12:1։ Առաջին, մեկդի ձգել ամեն տեսակի մեղք եւ արգելք։ Որևէ վազող մարզիկ վազքի գծին մոտ չի գար ծանր վերարկու հագած, զույգ մը ծանր կոշիկ եւ կռնակը առած ծանր ծրարմը։ Երբ ան կպատրաստվի վազելու, նվազագույն ծանրությունով ամեն թեթև հագվածքով եւ կոշիկով կներկայանա։ Շատ մը հավատացյալներ լավ չեն վազեր, որովհետև իրենց վրա առած են շատ ավելնորդ ծանրություններ։ Հիսուս ըսավ. «Փուշերուն մեջ ցանվածները անոնք են, որ երբ խոսքը կլսեն, աշխարհի զբաղմունքներն ու հարստության խաբեությունները եւ ուրիշ բաներու ցանկությունները մեջ մտնելով, խոսքը կխեղդեն ու կլա անպտուղ»։ Մարկոս 4:18-19։ Եթե պիտի փայլիս մրցումին մեջ, բաներ կան, որոնք մեկդի դնելու ետև ձգելու ես։ Մեղքեր կան, որոնք թողվելու են,
Երկրորդ. համբերությունով դիմանալով վազել։ Վազքը չի շահվիր առաջին քանիմը երկվայրկյաններուն մեջ, այլ վերջին րոպեներուն։ Մրցակիցներ կսկսին թարմ եւ զորավոր վիճակով, բայց երկար եւ դժվարին վազքին վերջերը ոմանք կկաղան։ Տոկալը այն ատեն վարձահատույց կլլա, հոգնել եւ ցավ ունենալ հարց չէ։ Ամեն վազող հոգնություն կզգա։ Բուն հարցը տոկալն է, ով վերջավորության լավ վիճակով պիտի հասնի։ Տոկալը խիստ սննդառության, ուղիղ մարզումի եւ մտային շիտակ կեցվածքի արդյունք է։ Ասիկա այնքան շիտակ է հոգևոր մարզին մեջ, որքան ֆիզիկականին։ Պետրոս ըսավ. ձեր մտքերը գոտեպնդեցեք գործի անցնելու համար։ Առաջի Պետրոս 1:13։ Այնպես որ երբ քու մկաններդ կսեն հրաժարվե, միտքդ պետք է ղեկը ձեռքը առնե եւ վճռե Աստծոյ ուզածը անել։ Երորդ. մրցե կանոններուն համեմատ։ Մարզական խաղերու մեջ կան թե մարզելու կանոններ, թե մրցակցության կանոններ։ Աշակերտության մարզումին մեջ կա կանոնը, որուն հետևիլը հարկ է, որպեսզի իրերը իրենց ճիշտ դիտանկյունին մեջ մնան։ Երբ նորադարձ հավատացյալը կառնե իր առաջին քայլերը աշակերտության մեջ, ան ամեն բան չի հասկնար, ան կրնա սկսիլ կարգմը համարներ գոտ սորվելով, բայց կրնա տարիներ սպասել անոնց ազդեցությունը եւ օրհնությունը իրագործված տեսնելու համար։ Կրնա ըլլալ, որ ան դժվար գտնե արտու կանուխ ելնել անձնական պաշտամուն քնելու համար, բայց ետքը անփառք պիտի տա Աստծոյը, որ զինք ատոր վարժեցուցած է։ Նման կրթանքներ կնմանին մարզական փորձառություններ շահելու։ Հավատացյալը կրնա տքնիլ հիմա, բայց պիտի ուրախանա ետքը։ Անոր մկանները կրնան ցավիլ, թոքերը կրնան այրիլ, բայց եթե վարժության կարճած շարունակե եւ նպատակը պահե աչքին առջև, ամեն նեղություն պիտի մորցվի հաղթության օրը։ Կանոններու համեմատ մրցիլը այնքան կարևոր է, որքան կանոններու համեմատ մարզվիլը։ Անոնք, որ չեն հնազանդվիր կանոններուն, խոտելի պիտի սեպվին։ Աշակերտության օրենքներն են. պարկեշտություն, անկեղծություն, խոնարհություն, մեղքի խոստովանություն ճիշտ ատենին, Աստծո հետ ամենօրյա հաղորդակցություն եւ վկայություն, կյանքի անարատություն, հավատքի քայլվածք եւ բարձր չափանիշ գործի վրա եղող աշակերտին նշաններն են։ Պողոս այդ տեսակ կյանքը ապրեցավ ավարտելու ջանքով, շահելու ջանքով։ Չորրորդ. Պողոս եւ Փելիքս։ Որքան որ գիտենք, Փելիքս ճարպիկ մարդ մներ։ Ան լավ գիտեր, որ միակ ոճիրը, որով Պողոսը հանցավոր էր, նվիրյալ քրիստոնյամը ըլլալն էր, եւ ատիկա անշուշտ ոճիր չէր։ Ուրիշ հավատացյալներ այնքան նեղություն չէին կրեր հրյաներուն կողմէ։ Փելիքս գիտեր, որ Պողոս անմիջապես ազատ արձակվելու էր, սակայն չուզելով բարկացնել զորավոր հրյաները, ըսավ թե պիտի սպասեր մինչև հազարապետ Լիվսիասի գալը, ավելի լավ տեղեկանալու իրողություններուն, բայց Լիվսիաս երբեք չեկավ։ Փելիքսն ալ անշուշտ երբեք չէր աճապարեր այս հարցը քննելու։ Հրյաները գիտեին, որ իրենց դիրքը տկար էր, ուստի պետք չունին փութացնել տալու հարցը։ Այսպես Պողոս հոն նստավ։ Հիմա կծանոթանանք Դրուսիղայի Փելիքսի կնոջը։ Ան դուստրն էր Հերովդես Ագրիպասի, այն որ սպանեց Հակոբոս առաքյալը եւ ջանած սպանել Պետրոսը։ Դրուսիղան հրեուի մներ։ Բնականաբար ան հետաքրքրված էր նոր վարդապետությունով,
որ ճանչեցված էր ամբողջ աշխարհի վրա։ Պողոս գիտեր, որ Փելիքս Դրուսիղան առած էր անոր առաջին ամուսինեն, և Պողոս հմուտ և վարպետ ավետարանիչ մներ։ Ան այնքան ազդու կերպով քարոզեց Քրիստոսի պատգամը, որ շարժեց անոնց խշմտանքները։ Ան նուրբ ջիղմը գտավ։ Փելիքս և Դրուսիղա լսեցին անկե այն հավատքին համար, որ Քրիստոս Հիսուսի վրա է, ու երբ անիկա արդարության և ժուժկալության ու գալու դատաստանի վրայով կխոսեր, Փելիքս զարհուրելով պատասխան տվավ. «Դուն հիմա գնա, ու երբ ժամանակ ունենամ, ես քեզ նորեն կկանչեմ»։ Գործք Առաքելոց 24:24-25։ Պողոս խոսեցավ արդարության, ժուժկալության և մարմնավոր ախորժակներուն վրա տիրելու մասին։ Ան գիտեր, որ Փելիքս կը կառավարեր բռնակալության և մարմնավոր ցանկության կողմէ։ Փելիքս և Դրուսիղա կուզեին մեկը, որ զվարճացներ զիրենք և գոհացներ իրենց հետաքրքրությունը։ Ատոր փոխարեն անոնք հանդիմանվեցան իրենց մեղքին համար։ Ասիկա հստակ պատգամն է և կրնա առաջնորդել մեզ ավետարանչության մեջ։ Գտիր անհատին խշմտանքին տանող ջիղմը և մոտեցիր իրեն այդ ճամփով։ Շատ օգուտ չունի խոսել մեկումը անոր անհասկանալի նյութի մը մասին, բայց եթե կրնանք խոսիլ իրական պետքի մը մասին, հավանաբար ան ինքզինք մեր ըսածին առնչված կտեսնե։ Փելիքս մտիկ ըրավ Պողոսին, բայց ան չպատասխանեց անոր պատգամին։ Փոխանակատոր ան Պողոսին նստեցուց պալատին մեջ հսկողության տակ ավելի քան 2 տարի։ Ինչ կջանար ընել Փելիքս։ Առաջին՝ կուզեր շահագործել կացությունը։ Նաև հույս ուներ, որ Պողոսի կողմեն իրենց տակ տրվեր, անոր համար շատ անգամ կանչել կուտար զանիկա ու անոր հետ կխոսակցեր։ Գործք Առաքելոց 24:26։ Ուրեմն անոր հիմնական շարժառիթներէն մեկը ագահությունն էր։ Պողոս ըսած էր, թե ինքը ողորմություններ և ընծաներ բերած էր։ Գործք Առաքելոց 24:17։ Ուստի Փելիքս կրնար ենթադրած ըլլալ, որ Պողոս կամ հարուստ մարդ մըներ և կամ էլ դրամի մեծ գումարներ մատչելի էին իրեն։ Բայց Փելիքս սխալ դատած էր Պողոսը, չէր հասկացած զայն։ Կերևի թե Պողոս կաշառք տալով կրնար բանտեն ազատիլ։ Բայց Պողոսի համար ավելի կարևոր էր Փելիքսը Քրիստոսին շահիլ, քան ապահովել իր անձնական ազատությունը։ Պողոս իր առաքելության գիտակից մարդ մըներ և Փելիքս իր նոր ավետարանչական դաշտն էր։ Երկրորդ՝ Փելիքսի համար իր անձնական փառքը և հրեաներու մոտ ունեցած ժողովրդականությունը կարևոր էին։ Երբ 2 տարի եղավ, Փելիքսի տեղ Պորկիոս Փեստոս եկավ, Փելիքսն ալ հրեաներուն շնորհ կնել ուզելով, Պողոսը կապված թողուց։ Գործք Առաքելոց 24:27։ Ան մարդ հաճեցնող էր։ Մինչ այս ստորոգելիները կտեսնենք Փելիքսի կյանքին մեջ, զգուշանալու ենք։ Այդ նկարագրի գիծերը միայն անապաշխարներու հատուկ չեն, անոնք կրնան գտնվել նաև հավատացյալին կյանքին մեջ։ Անձնական փառք և անձնասեր շահը պատճառ եղած են բազմաթիվ հավատացյալներու անկումին։ Պողոսի խրատը հուշագիր է։ Ան, որ կկարծե, թե հաստատուն կեցած է, թող զգուշանա, որ չըլլա թե իինա։ Առաջի Կորնթացիների 10:12։ Ամփոփում։ Պողոս կայնեցավ Փելիքսի առջև, որպես կենդանի վկայություն Աստծոյ գործին։ Ան հանձնառու աշակերտ մըներ, որ առաջին՝ վարակված էր ավետարանէ, կտարածեր զայն ուր որ երթար։ Երկրորդ՝
առաջնորդ մներ, որ կյանք կներշնչեր իր հանդիպած յուրաքանչյուր մարդուն, և երրորդ կատարող մներ, որ ջանք կներ հաղթական վերջացնելու։